Լրացավ հայ նշանավոր արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ ու կինոբեմադրիչ, ինչպես նաև գեղանկարիչ Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակը։ Մեկ-երկու ոչ շատ նշանակալից միջոցառումից բացի նրա հոբելյանը որևէ այլ կերպ չտոնվեց։ Առհասարակ այն մարդիկ, ովքեր մեծ սեր չունեն դեպի գիրքը կամ ընթերցանությունը, կամ առհասարակ չեն լսել Աղասի Այվազյանի անունը կամ գիտեն նրան որպես եռանկյունի կինոֆիլմի կինոսցենարիստ։ Մինչդեռ խոսքը 20-րդ դարավերջի ամենաինքնատիպ ու ամենատաղանդավոր մի քանի հայ գրողներից մեկի մասին է։ Պատանեկության ընկերոջ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ նրա նկարահանած եռանկյունի ֆիլմը հայ կինոյի ձեռքբերումներից մեկն է։ 1967 թվականին էկրան բարձրանալով արտադրվելով ֆիլմը սկսեց ցուցադրվել ողջ սովետական միության մեծ ու փոքր քաղաքներում։ Այսպիսի մի կատակ կար տարածված, որ սովետական միության քաղաքներում, որքան որ Լենինի նկարն է տարածված, այնքան էլ եռանկյունի ֆիլմի ազդագրերը։ Իսկ ազդագիրը ոչ այլ ինչ էր, քան երկրաչափական մի հասարակ պատկեր եռանկյունի, որի ֆոնի վրա երևում էին 5 դարբինները եւ նրանցից մեկի որդին Հովիկը, եւ այդ պատանու բերանից էլ հենց պատմվում էր ֆիլմի սյուժեն։ Տեսեք, այս մենք ենք դարբինները։ Սա հայրս է, ուստա Մուկուչը։ Մեր մեջ ասած, նա այնքան արժանապատվություն ունի, որ հերիք կաներ մի ամբողջ հանրապետության։ Սա Վասոն է, ազգանունը Միկիրտիչիաշվիլի է։ Այդ բանից օգտվելով նրան եռանկյունում անվանում են վրացի մկրտիչ, լավ դարբին է։ Սա մեր Մկոն է, այդքան հաշտ ապրող մկրտիչների հետ մի անգամ պատահել է բոլորիս համար մի անհասկանալի դեպք։ Նրանք կռվել են, ներսից ամուր փակել են եռանկյունու դուռը, դուրուդումփոց սկսել, հետո հոգնել են ու քնել։ Երբ արթնացել են, ոչինչ չեն մտաբերել, եւ դժվար թե հավատային իրենց արածին, եթե չլիներ Մկոյի ականջի կծած մասը։ Ամենազարմանալին այն էր, որ տուժել էր միայն մեկը, եռանկյունու ամենաուժեղ մարդը։ Սա վարպետ մկրտիչն է։ Նա Ամերիկայում էլ է եղել։ Դարբնի համար արտասովոր հագուստ ունի։ Երբ առաջին անգամ տեսա, չհավատացի, որ դարբին է։ Նա շատ ուղիղ ու ձիգ է քայլում, ասես նրան կանոնով են գծել։ Վարպետ մկրտիչը մաքուր հայերենով է խոսում, ինչպես մեր ուսուցիչը։ Սա Գասպարն է։ Նրա լողի համբավը մեր ամբողջ քաղաքը գիտե։ Նա լողալով անցել է Սև ծովը։ Թուրքիայի ինչ-որ մասում ընկել է ծովը եւ Ռուսաստանի ինչ-որ մասում դուրս է եկել։ Որպեսզի իրենցից չտարբերվի, 4 մկրտիչները երկար ժամանակ Գասպարի ցեղում որոնում էին մկրտիչ անունը։ Վերջապես պեղումները արդյունք տվին։ Գասպարի նախնիների մեջ էլ գտնվեց մի մկրտիչ։ Իսկ սա ես եմ։ Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո բազմաթիվ նամակներ հասան Մոսկվայի գրաքննիչներին Հայաստանից, որ ֆիլմը ազգայնական է եւ հիմնականում մատնացույց էր արվում 2 երգ։ Դրանցից մեկը երգում էր Սոր Սարգսյանի կերպարը վարպետ մկրտիչը եւ այն վերաբերում էր կամավորական գնդերից մեկի, հայ կամավորական գնդերից մեկի հրամանատար Քերու։ Հաջորդ երգը մասսայական տեսարան էր, ռազմաճակատ մեկնող բազմության մեջ երիտասարդ Ռուբեն Մաթևոսյանը երգում է Զարթիրի լաո։ Արդեն իսկ Մոսկվայում որոշ փոփոխություններ արել էին ֆիլմում, գրաքննիչները ինչ-որ բաներ էին կրճատել եւ հարցրել էին այդ երգի մասին ու ստացել պատասխան, այդպես մասամբ կեղծել էին հեղինակները, որ երգը պատմում է ֆաշիստների դեմ պայքարի եւ ապագա հաղթանակի մասին։ Ֆիլմի հաջողության գլխավոր գրավականներից մեկն էլ փայլուն դերակատարներն էին, մտածենք միայն Արմեն Ջիգարխանյան, Սոր Սարգսյան, Մհեր Մկրտչյան եւ իհարկե հետագայում որպես կինոբեմադրիչ մեծ համբավ ձեռք բերած Մկոյի դերակատարը Պավել Արսենովը, որը առաջին անգամ էր ֆիլմում նկարահանվում։ Բալաջան շուտ նամակ գրի։ Չուշացես։ Եռանկյունի ֆիլմը հիշեցինք պարզապես այն պատճառով, որպեսզի ասենք, որ Աղասի Այվազյանի անունը հանրայնացնող ամենանշանակալի արվեստի գործն է, այդպես են ճանաչում իրեն։ Մինչդեռ
Աղասի Այվազյանը Հենրիկ Մալյանի հետ մեկ այլ ֆիլմ նույնպես ստեղծել են, նույնպես շատ հետաքրքիր կինոնկար Հայրիկը։ Ինքն էլ իր ստեղծագործությունների հիման վրա 2 ֆիլմ են նկարահանել, հանդես է եկել որպես կինոբեմադրիչ, մեկը կոչվում է Լիրիկական երթ, իսկ մյուսը Վառված լապտեր։ Բացի այդ եղավ մի շրջան, որ Աղասի Այվազյանը թե Սփյուռքում, թե Հայաստանի բեմերում ամենաշատ բեմադրվող դրամատուրգներից էր, նրա ստեղծագործությունները խաղում էին թե այստեղ, թե դրսում։ Մինչև այսօր էլ կան դեռ թատրոններ, որ ըստ Աղասի Այվազյանի բեմադրություններ են իրականացել եւ մինչև այս պահը դեռ խաղացվում են։ Այսքանով հանդերձ ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսելու ենք Աղասի Այվազյանի ընդամենը մեկ պատմվածքի մասին, որը կոչվում է Սովորական մարդու գինը։ Բախտ եմ ունեցել, չասեմ մտերիմ լինելու Աղասի Այվազյանի հետ, բայց բազմաթիվ անգամ հանդիպումներ ենք ունեցել, հանդիպում զրույցներ եւ դրանցից մեկի ժամանակ, երբ իրենց տանն էինք, ասացի, որ շատ եմ հավանում իր այդ պատմվածքը, Սովորական մարդու գինը պատմվածքը։ Հուզվեց Աղասի Այվազյանը, հետո հուզմունքը զսպելով ասաց, որ շատ ուրախ է, որովհետև միշտ ցավում էր, որ այդ պատմվածքը ըստ արժանվուն չի գնահատվել եւ որևէ մեկը չի նկատել դրա գրական ու գեղարվեստական արժանինքները։ Թե այն ժամանակ, թե հիմա էլ համոզված եմ, որ Աղասի Այվազյանի հսկայական գրական ժառանգության մեջ եւ թե առասարակ հայ գրականության այդ ժանրի կարճ արձակի պատմվածքի ժանրի կատարելագույն ստեղծագործություններից մեկն է Սովորական մարդու գինը պատմվածքը, ընդ որում կարծում եմ նաև հայոց ողբերգության, հայոց ցեղասպանությանը վերաբերող այդ թեմաները արծարծող լավագույն ստեղծագործությունը կարճ արձակի ժանրում։ Բայց ոչ հեղինակի մոտ վերաբերմունքս, կարծիքս արտահայտելու պահին այդ պատմվածքի նկատմամբ եւ հետո հետագայում ոչ գիտաժողովի ժամանակ զեկուցում կարդալով այդ պատմվածքի մասին մտքովս չէր անցել անդրադարձ անել եւ զուգահեռ տանել Դերենիկ Դեմիրճյանի ավելորդը պատմվածքի հետ։ Կարծում եմ, վստահ չեմ, բայց կարծում եմ, որ Աղասի Այվազյանը փորձել է Դերենիկ Դեմիրճյանի ավելորդի գլխավոր կերպարի Հաճի աղայի վարքին հակադիր, հակամետ մի այլ կերպար ստեղծել։ Հիշում ենք, թե ինչի մասին է Դեմիրճյանի գործը։ Թուրքական բանակը նեղելով, այսպես առաջ գալով, հետ մղելով ռուսական զորքերին, ահա պիտի մտնի Սարիղամիշ եւ ողջ քաղաքը փորձում է արագ հեռանալ, լքել բնակավայրը եւ Հաճի աղային եւ նրա որդիներին չի հաջողվում կարգ բարձել, որովհետեւ դրանք բոլորը արդեն վարձված էին եւ ձիերին լծած մի սահնակ է ընդամենը նրանց բաժին հասնում, ունևոր ընտանիք էր, կարողությունը ամբողջությամբ չէր տեղավորում սահնակի վրա, վերցնում են ամենաանհրաժեշտը, բայց թողնում են գլխավոր հերոսի քրոջը, Հաճի աղայի քրոջը Սրփունին, որ անդամալույս կնոջը, որի համար տեղ չի գտնվում սահնակի վրա։ Հետագայում մեղքի զգացողությունը այնքան է տանջում հերոսին, Հաճի աղային, կործանում է նրան, որ դառը տառապանքների մեջ նա մահանում է եւ քահանային խոստովանում իր մեղքը, տալիս ողջ կարողությունը եւ խնդրում, որ բաժանի ում կուզենա, իսկ ավելի լավ է աղքատներին։ Հիմա գանք Աղասի Այվազյանի Սովորական մարդը պատմվածքին, դեպքերը կատարվում են Պոլսում, հայերի կոտորածներից, ուրեմն Ավետիս Յափնջյանի գլխավոր հերոսի Գերդաստանից մնում է կենթանի է մնում միայն անդամալուց քույրը Գարանը։ Բայց Ավետիս Յափնջյանը չի փորձում Հաճի աղայի պես իր գլուխը պրծացնել, նա իր ուսերին է առնում քրոջը, անդամալույս քրոջը Գարանին եւ շաբաթներ շարունակ, ամիսներ շարունակ քայլում դեպի Կովկաս։ Ահա մի հատված այդ պատմվածքից Ավետիսի մեջքին վերքեր էին առաջացել, ողնաշարը ցավում էր եւ հենց այդ ցավն էր հիշեցնում նրան, որ բեռը թանկ է իր համար, որ բեռը մեծ է ու սիրելի, Յափնջյաններից ամենաանպաշտպանը։ Այդ ցավը տեսանող էր, կամք ուներ, իր խորհուրդ ուներ եւ ընդդիմաբանում էր Ավետիսի վրայից, Ավետիսի շատ անհայտ հեռուների հետ, եւ ուժ էր տալիս ցավը, ամառություն էին ծնում վերքերը, լարում էին Ավետիսի մկանները եւ շարժում առաջ։ Չգիտեմ ցեղասպանությանը հաջորդած տարիների ավելի ընդհանրացված, ավելի կատարյալ գեղարվեստական պատկեր, քան հենց նոր ընթերցածս էր։ Պատկեր, որտեղ ցավացող ողնաշարով, ուսին բացված վերքերով եւ նվացող մկաններով մի ողջ ժողովուրդ քայլում էր առաջ եւ չգիտեր թե դեպի ուր է գնում։ Այսօր էլ մեր ժողովուրդը այդ նույն նպատակն ունի՝ շարժվել առաջ, բայց առանց հստակ իմանալու թե ուր է գնում եւ ինչու։
Քրոջը շալակն առած ամիսների տառապանքով Ավետիսը մի կերպ հասնում է Բաթում։ Այստեղ քույր ու եղբայր տեղավորվում են ինչ-որ մի տան նկուղի աստիճանների սամղահարթակում։ Ավետիսը շարունակում է բեռնակրություն անել, սակայն 1 տարով աքսորվում է Սիբիր։ Երբ վերադառնում է 1 տարի հետո, քրոջը միայնակ չի գտնում։ Նա արդեն դուստր ուներ։ Նորից մի մեջ բերում ենք ուզում անել պատմվածքից։ Սուրբ է քուրիկս, քունջին մեջ սանդուղքի տակ ուրիշի ոտքերի տակ երեխան գիրկը հմը սուրբ է։ Գլխավորը ասիկա է, մայրն ու երեխան աշխարհի երեսին, մնացածը հեչ։ Քուրս յափնջան ապրեցրեց աշխարհի երեսին, ինձնից շատ արեց քուրս։ Հետո Բաթումում սկսում են հեղափոխական խժժությունները եւ Ավետիս յափնջանը խույս տալով այդ ամենից նորից քրոջը այս անգամ նաեւ մի քանի ամսական դստերը շալակն առնելով թափառում է քաղաքից քաղաք, վերադառնում է նորից Պոլիս, այնտեղից Օդեսա, ի վերջո հանգրվանում հաստատվում Մարսել քաղաքում, բայց արդեն գարանը չկար, մահացել էր։ Նա ինքն է մեծացնում քրոջ դստերը Լյուսիին, որ լույս է նշանակում, Մարսելում առաջին անգամ հաջողվում է սենյակ վարձել, եւ շատ հետաքրքիր է, որ Ավետիս Յափնջյանը աստիճանների վրա ոտքերը դնում է ակնածանքով եւ կարծես չի հավատում այդ բախտավորությանը, որ ինքը արդեն տուն ունի։ Այստեղ մի պահ հնդմիջենք սովորական մարդուգինը պատմվածքի մասին խոսել եւ մեկ այլ թեմայի անդրադառնանք։ Տունը Աղասի Այվազյանի ստեղծագործություններում խորը նշանակություն ունի։ Ախալցխայում ծնված Թիֆլիսում մեծացած Աղասի Այվազյանը իրեն համարում էր երևանցի։ Ասում էր, որ չի հիշում Թիֆլիսը։ Առանց տեսնելու կարող է հիշել պապերի Էրզրումը, Կարինը, բայց ինքը իրեն ավելի շատ երևանցի էր զգում եւ ինքն էլ Երևան գալով երկար ժամանակ ապրել էր տարբեր նկուղներում, ձեռնահարկերում, մինչև իր սեփական տուններ ունեցել քաղաքում։ Ամեն կառուցվող շենքի հետ բերկրանքով էր լցվում գրողի հոգին։ Պատահական չէ, որ հաճախ էր լինում շինհրապարակներում ծանոթանում էր Քարտաշ վարպետի ու Աշխեկի, ճարտարապետի ու հասարակ բանվորի հետ։ Նա երազում էր տեսնել Հյուսային պողոտան եւ տեսավ։ Ի վերջո Ավետիս Յափնջյանը մեծացնում է Լյուսիին եւ գալիս է այն ժամանակը, երբ պիտի օրհնի նրա ամուսնությունը։ Գալիս է նրա մոտ Լյուսին եւ նրա փեսացող Խրիզոսկենուն, ստանում Ավետիս Յափնջյանի կոշտ ու կոպիտ հայերենով օրնանքը, համբուրում են նրան եւ գնում եկեղեցի։ Ինչ է ասում իր օրնանքի պահին Ավետիս Յափնջյանը, հասարակ հայ բեռնակիրը։ Միայն մի բան խնդրեց Ավետիս Յափնջյանը, այն էլ ամաչելով, խեղճանալով եւ անմիտ համարելով իր ցանկությունը։ Լյուսի ջան, օղուլ, մեկ բան քեզ մեկ խնդրեմ։ Կունենաս զավակներ, գիտեմ ֆրանսիացիներ կլան արդեն, գերմանացիներ կլան, բուլղարացիներ, եւ չեն իմանար մեզի, չեն հիշեր մեր լեզուն։ Ես դժգոհություն չունեմ, աշխարհի օրենքն է։ Մենակ մեկ բան կխնդրեմ, քսես իրենց, կսովորեցնես իրենց, որ եթե պատահին հայեր կյանքին ճամփուն վրա, ինչքան էլ գեշը լան, ինչքան էլ անարժանը լան, թող լավ վերաբերին անոնց, թող խիստ չլան, ներողը լան, կրծածներուն չափ թող օգնեն, սեպե, որ ինձի համար կնեն, ուզածս մենակ սա է։ Բիեն, պատասխանեց Լյուսի Խրիզոսկանուն։ Ահա սովորական մարդու գինը, եւ ահա այն պատգամը, որի կարիքն ունենք մենք այսօր ավելի քան երբևէ։ Ներել միմյանց, խիստ չդատել, սիրել միմյանց եւ օգնել միմյանց կարեցածներից չափ։